Եկեղեցիները ասում են խլում ենք։ Նախ սկսենք նրանից, որ եկեղեցին դա շենքերը չեն։ Եթե մենք գնանք ավելի հոգևոր ճանապարհով, ավելի խորքային, եկեղեցիները դա շենքերը չեն։ Եկեղեցիները դա հոգևորականներն են, եկեղեցիները մեր հավատքն է, եւ գիտեք, կարող խլի, ես բան չունեմ ասելու։ Կարող խլի, չենք զարմանալու, որ խլի։ Հիմա որ գնաց օրինակ նույն Հովանավանքը պաշարեց իր զորքերով եւ մի քանի հազար ագրեսիվ փոքրամասնությամբ շրջապատված։ Նիկոլ Փաշինյանը այսօր չունի բնակչության աջակցություն։ Նիկոլ Փաշինյանը ունի ագրեսիվ փոքրամասնության աջակցություն, որոնք աղմուկ են բարձրացնում եւ իրենց ագրեսիայով ցույց են տալի, որ շատ մեծ աջակցություն ունի եւ ունի իրավապահ համակարգ, որը ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար։ Պարգևավճարները անցնում են բոլոր կարմիր գծերը։ Ես ցավով եմ դա ասում։ Եթե նկատել եք, ես իմ հանրային խոսքում երբևիցե իրավապահ համակարգի աշխատակիցներին չեմ թիրախավորել։ Էլի չեմ ուզում թիրախավորեմ, բայց բաներ կա, որ անընդունելի է։ Դու չես կարող գնաս քո եկեղեցու դեմ։ Արյուն է ուզում, պարոն Վանեցյան։ Ես չգիտեմ ինչ է ուզում, ինքը ուզում է միշտ լինի էկրաններին։ Ինքը միշտ ուզում է լինի մարդկանց ուշադրության կենտրոնում, լավ թե վատ։ Իսկ այդպիսի հոգեբանական խնդիրներ։ Հոգեբանական չէ, ինքը դրանով կռվում է եւ իր իշխանության համար է պայքարում։ Հիշում եմ ժամանակին դուք ասել էիք, որ ձեզ եւ Օսիպյանին այն անտառահատների ակցիայի, Իջևանի անտառահատների այդ ակցիաների ժամանակ ինքը անձամբ ձեզ ասել էր, որ արյուն է, ուզում այսպես ասած, եւ ցուցարարներին ոչ պետքա չթփրտա։ Ապրեք, բա այդ ժամանակ որ ասեց ձեր ռեակցիան ո՞րն էր։ Իսկ դուք ինչ արեցիք։ Ոչ մի բան, տեսել եք ինչ եղավ։ Գնացի, խոսեցի, բանակցեցի, ոչ մեկի մատով չկպանք, բոլորը գնացին իրենց գործերով։ Բա Փաշինյանը հետո բան չարեց, ներեց ձեզ, որ առանց արյան ավարտեցիք այդ միջադեպերը։ Նե երևի թե նորմալ էր էլի, որ ոչ մի բան չեղավ հետևանքներ։ Բայց եթե ինքը արյուն էր ուզում, խնդիրը լուծվեց։ Կարևորը լուծվեց։ Բայց ինչի՞ այդ ժամանակ հրաժարական չտվեցիք։ Որովհետև դա նոր ժամանակաշրջան էր եւ ուզում եք հասկանալ ով է դիմացին էլ լավ չեք ճանաչում, այսինքն այդ ժամանակ գիտեք մարդկային հարաբերությունները առհասարակ հիմնված են նաեւ էմոցիաների վրա։ Մենք կարող ենք ստեղ իրար հետ առանձին ինչ որ մի բան խոսել։ Ու կարաս ջղայնացած լինես, էմոցիոնալ լինես, հենց որ անդառնալի սխալներ քանի դեռ չեն եղել, ես շատ եմ սիրել իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը։ Իմ համար իրականում շատ բարդ է եղել այդ որոշումը համակարգից գնալու։ Այն էլ երիտասարդ տարիքում։ Բայց մենք պետք է հասկանանք, գնահատենք, որ արարքն է, որը կարմիր գիծ է եւ չես կարող անցնել։